Առանց ժողովրդական պարերի հնարավոր չէ ամբողջացնել ազգերի մշակութային դիմագիծը։ Ամեն ժողովուրդ պարում է այնպես, ինչպես ապրում է բարի երեկո։ Շիրակի հանրային հեռուստաընկերության եթերում մենք շարունակում ենք պատմել, ինչպես են ծնվում պարերը մտքից մինչև շարժում։ Իմ զրուցակիցն այսօր Գյումրի պարային համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Հակոբյանն է։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Գյումրի պարային համույթի մասին մենք խոսելու առիթներ ունեցել ենք, բայց այսօր առավել ուզում եմ զրուցել ձեր պարացանկի եւ պարային բեմադրությունների մասին, բայց մինչ այդ երբ եւ ինչպես ստեղծվեց Գյումրու երևի ամենակոլորիտային համույթը։ Գյումրի պարային համույթը ստեղծվեց 2007 թվականին, բայց մինչ այդ 2006 թվականին արդեն աշխատում էի Արշակովսյանի հետ, Երջանկայիշատակ Արշակովսյանի հետ, Պարուսույց եւ այդ դեպքից հետո հրավերք ստացա Պիոներ բալադի նախկին տնօրեն Ալբերտ Գրիգորյանի կողմից եւ ծնողների կողմից իրենց որոշմամբ ինձ նշանակեցին Գյումրի պարային համույթի գեղարվեստական ղեկավար եւ Պարուսույց։ Դրանից հետո խումբը անվանակոչեցի Արշակովսյանի անվան Գյումրի պարային համույթ, որովհետեւ անունը վար մնա մեր սրտերում, որպես մեծ Պարուսույց, կարելի ասել նաեւ 6 վարպետ։ Եվ ըստ ինձ բարձր պատվով պահում եմ այդ խումբը։ Ինչու հենց Գյումրի? Արշակովսյանի անվանը պարզ է, իսկ ինչու հենց Գյումրի որոշվեց։ Գյումրին Արշակովսյանի իր ժամանակահատվածից էր Գյումրի պարային համույթ, որովհետեւ Գյումրի պարային համույթը մնայուն մնար, չկորեր, թողեցի մնաց Գյումրի մեր քաղաքի անվան հետ։ Արդեն 10 տարի ղեկավարում եք Գյումրի պարային համույթը եւ վստահաբար ունեք առանձնացած ձեռագիր եւ թողել եք ձեր սկզբունքները եւ մոտեցումները։ Իմ նոր մոտեցումները, չնայած ես Գյումրի պարային համույթը իր պարացանկում ինչ որ ունեցել էր Արշակովսյանի վաղտվանից, նորություններս ավելի շատ իմ բնավորությունս եմ ներառել մեջը, դա բեմադրությունն է, խոսքը, միտքը, այսինքն իմ պարից ցանկում բոլոր պարերս պետք է պարտադիր ունենան միտք։ Պարի միջոցով, պարի լեզվով, այդպես ասած, ինչ կարող եմ ներկայացնել ես հանդիսատեսին։ Բոլորը բեմադրական խոսք եւ միտք են։ Պարի լեզվով ներկայացնում եմ իմ պարս, իմ պատմությունս, իմ ամեն ինչ։ Դուք մի առիթով ասել եք, որ աշխատանքի ամենակարևոր սկզբունքներից մեկը սերն է եւ այն, որ ձեր սաների հետ պետք է ունենաք հարաբերությունները ճիշտ այնպես, ինչպես ծնողը կունենար։ Դա իմ ծրագրերից մեկն է, որը լինելով մասնագետ, տեսնելով նաև ես որպես լինելով պարող, երեխա վաղտվանից 4 տարեկանից պարեր եմ հաճախել Աղաս Շաբյանի խմբում եւ նաև իմ վարպետներից մեկն էլ Համլետ Հակոբյանն էր, տեսնելով նրանց աշխատանքը, նրանց մոտեցումը երեխաների հանդեպ, իմ աշխատանքի փորձից դուրս գալով երկար տարիների աշխատանքի շնորհիվ իմ մոտ ձևավորվել է մի ձեռագիր, այսինքն երեխաներից հետ ինչպես պետք է աշխատեմ, ինչպես պետք է վարվեմ։ Այսինքն երեխաներից հետ ես փոքրերի հետ ծնող եմ, իսկ ավագների, մեծահասակներից հետ փորձասենյակից դուրս ավագ ընկեր եմ իրենց հետ։ Ամեն անգամ փորձասենյակ մտնում եք ինչ հույզերով եւ սկզբունքներով։ Ինչպես տան ղեկավարը կմտնի իր տուն, ինչ է ուզում տեսնել։ Նույնը ես բուրըն ուժերով իսրդե, այսինքն այսօր ինչ եմ աշխատելու երեխաների հետ։ Այդ մեծ հույսերով մտնում եմ փորձասենյակ ու աշխատանքից շնորհիվ, իմ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողանում եմ հասնել դա իմ փորձասենյակի պարանտների ժամանակ։ Երբ որ դուրս եմ գալիս, նոր արդեն կարող եմ ասեմ, այսօր լավ անցկացրեցի փորձս տևած։ Ստացվեց մոդս այսօր, թե չստացվեց։ Մի առիթով դուք ասացիք, որ պարի համար ամենակարևոր բաներից մեկը վերապրումն է, երբ բեմի վրա պարողը կարողանում է ներկայացնել իր բոլոր հույզերն ու զգացմունքները։ Ինչպես եք կարողանում ձեր սաներին բերել այդ գիտակցմանը, որ իրենք էլ վերապրումը կարևորելով բեմ բարձրանան։ Լինելով ես նաև վերաբրում ունեցող պարող, որը ես եմ սաղ կյանքս կերտել դա, այսինքն ի շնորհիվ մեր մեծ վարպետների, ինչ որ ինձ են դաստիարակել, ինչ ես զգացել եւ տեսել եմ բեմի վրա, նույնը ցանկանում եմ երեխաներից մեջ տեսնել։ Տեսնել այն, ինչը իրանք կարող են ոչ թե խոսքի միջոցով, այլ բարի լեզվով ասած, բարի մարմնով ցույց տան այն կերպարը, որը պետք է բարի միտքը, բեմադրությունը հասնի կուլմինացիոն կետին։ Բարը ունի միտք, բնավորություն, ինչ որ տվյալ
երկրի պարը եթե բեմադրում եմ, երեխան պետք է գիտենա այդ պարի իմաստը, միտքը, երաժշտությունը։ Երբ որ երեխան հասկացավ ինչ է պարում, իր մեջ արդեն սերմանվում է այդ բեմական վերաբրումը։ Երբ որ երեխան չհասկացավ, չի կարող ներկայացնել այն պարը, որը պետք է ինքը իսրդե հոգուց բարելեզվով ներկայացնի հանդիսատեսին։ Այդպես մանրամասն մանրակրկիտ երեխաներին բացատրում եմ պարի իմաստը, պարը ինչու մասին է, ինչն է երաժշտություն, ինչ եմ ուզում այս պարով ես ներկայացնել հանդիսատեսին։ Եվ այդպես նրանց մեջ սնուցում եմ բեմական արվեստ, այսինքն հոգուց ծնված բարելեզվով ասած վերաբրումը։ Դա է մի ճանապարհը, որը ուզում եմ երեխաների մեջ սնուցեմ, որովհետեւ իրանք ճիշտ մատուցեն պարը։ Ձեր սաները ձեզ նման են։ Կարելի ասել այո։ Եվ ինչով։ Դա գալիս է մասնագետից, այսինքն հենց սկզբի հարցին, որ պատասխանեցի, ծնող եւ երեխա հարաբերություններից։ Երեխան ինչքան էլ շրջապատը փոխի, ինչքան էլ ուրիշ տեղ ուսման գնա, մեկ է ծնողից մի բան սովորում է, դա ծնողին պետք է քաշի։ Ինչպես որ ես կամ փորձասենյակում, չէ՞ որ ասացի իրանց համար ծնող եմ, նաև ավագին գեր եմ, ինչ որ պարը ցույց տալուց հետն հավասար պարում եմ, նայելով ինձանից օրինակ եմ բերում իրենց, թե ես այսպես եմ եղել, որպեսզի հանկարծ վարպետի վրայից չխոսա, միշտ առաջնեկ լինեմ, ինչու ով է ցեզանից լավը, այդպես իրանցի շփվելու տարիքի ընթացքում, տարիների աշխատանքի ընթացքում ձևավորվում է այդ բնավորության գծերը, որը նմանվում է պարի ձեռագրով, որ սա ում աշակերտն է, սա ում աշակերտն է, այդպես է։ Հիմա Գյումրիում պարի խմբերը, որ ղեկավարը չներկայանա, երեխա միտեղ պարի, կարանք ասենք, որ սա ես ինչանի երեխան է աշակերտն է, սա ես ինչանի աշակերտն է։ Ամեն երեխա առանձին անհատականություն է եւ բոլորին բերել եւ կանգնեցնել մեկ խմբի մեջ, տալ նույն հանձնարարությունը եւ սпасել այդ հանձնարարության կատարմանը, ենթադրում եմ, որ բարդ է։ Ինչպես եք կարողանում այդ տարբեր անհատականություններին համախմբել մեկ խմբում։ Իմ փորձերը սևավորել եմ 3 խմբով, այսինքն առաջի, երկրորդ եւ երրորդ, մանուկ ու բարձրանում են դասաժամերով։ Փոքրերը դե պարզ է, առաջի քայլերն են կատարում, սովորում են։ Երկրորդ խումբս արդեն պատրաստվում են իրանք երրորդ խմբի մեծերի ծրագիրը համերգային ծրագրին, արդեն երկրորդ խումբը պատրաստվում են, որպեսզի ասված մի արած սերնդափոխություն լինում է, ճիշտ լինում է, հիմա բոլոր խմբերի մեջ կա այդպիսի դժբախտություն, որ երեխաները հասունանում են եւ թողնում են պարը։ Դրա համար պատրաստում ենք այնպես, որպեսզի երեխան միանգամից պատրաստված տեղափոխենք մեծերի խումբ, որպեսզի խումբը միշտ մնա իրան դիրքը պահի, իր համերգային ծրագիրը չկորցնի։ Այդ ծրագրով ենք աշխատում։ Գալով ձեր բեմադրություններին, այստեղ դերասանական խաղը կարծես զուգահեռ եւ երբեմն նույնիսկ չզիջելով առաջ է գնում պարային վարպետության հետ։ Դա գալիս է մասնագետից, այսինքն այսպես ասեմ, ամեն մի մասնագետ լինի պարուսույց դերասան, դատերագետ, իր կյանքի աշխատանքի եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ստեղծում է մի ձեռագիր, որը մի բնավորություն, որը ուզում է ներկայացնել իրեն տրված առաջադրանքը։ Իմ մոտ իմ պարացանկերում ամենաշատը զետեղված է պարի միտքը։ Պար իմ բոլոր պարերի մեջ չկա մի պար, չունեմ այնպիսի մի պար, որը չունենա միտք, որը չունենա գաղափար։ Այսինքն ես պարի միջոցով, պարի լեզվի միջոցով առանց խոսքի իմ բոլոր պարացանկերում ունեմ պարային միտք, մինչև հասնելով կուլմինացիոն կետին։ Պարս անմիտք գոյություն չունի իմ խմբից մեջ։ Դրա համար էլ ամեն մի պարս բեմադրություն կատարելուց վերցնելով ինչ որ տվյալ դարաշրջանի, տվյալ երկրի կոլորիտը, չէ՞ որ իմ խումբս միանգամից հարցեք տվեց ինչ կոլորիտային բան կա, կոլորիտային է ծեր համույթը, ես ասեմ, հենց այդ կոլորիտից է դուրս գալիս բեմադրությունը, բեմադրություն, որը տվյալ քաղաքի, տվյալ երկրի միտքը, նիստուկացը, դիրքը, խոսքն եմ ուզեցել ասել այդ կոլորիտային հասկացությունությամբ, որպեսզի պարս միտք ունենա։ Պարի միջոցով ես կարողանամ ցուցադրել տվյալ քաղաքի խոսքը, նիստուկացը։ Այստեղ տեղին է հիշել Պեպո գեղարվեստական ֆիլմի հատվածներից մեկի մոտիվներով բեմադրված ձեր համարը։
Արդեն քանի տարի է, որ պարում եք եւ եթե պատմելու լինեք այս պարը, ինչ կասեք։ Եթե ասեմ արդեն քանի տարի է պարում եմ, 35 տարի է, որ ես պարում եմ։ Բայց խումբը եւ Պեպո բեմադրությունը ինձ մոտ Արշակ Հովսյանից հետո է միտք առաջացել։ Արշակ Հովսյանը բեմադրել էր կինտոների պար։ Փոքրերն էին պարում, մանուկներն էին։ Բայց այդ պարի մեջ ավելի շատ ես տեսնում էի խաղ պար, որ երեխաները խաղում են, երեխաները ավելի շատ ուրախ են, դեպի կատակերգություն էր գնում։ Ես չեմ կարող քննադատել իմ վարպետիս Արշակ Հովսյանին, բայց միտք առաջացավ ինչ որ մի հատ բեմադրական միտք լինի մեջը գաղափարախոսություն, որը ներքաշեցի Պեպոյից մի հատված, ծնորների հատվածը փոքրին թողնելով իրենց խաղա մեջ, բայց մեծերի ավակներին մտցրեցի մեջ, բարի, որովհետեւ լինի խաղ, միտք երկու ավակ սերունդի եւ փոքր սերունդի միջև պարային խաղ, ավելի շատ մրցութային, բայց վերջում համերաշխ ձևով բարս ֆինալ եմ հասնում։ Այսպես երևի յուրաքանչյուր բեմադրություն ունի իր բնավորությունը։ Եթե գյումրիական բեմադրությունների մասին խոսելու լինենք, դարձյալ նույն բանը պիտի ասենք։ Իսկ շիրակյան եւ գյումրիական կոլորիտն ինչպես եք սերմանում։ Ես երեխա ժամանակվանից երբ պարել եմ Աղասու Շաբոյանի մոտ մենակատար, պարել եմ հարսանեկան պատկերում սինի խաղացնող։ Նաեւ կան չի անում, որ եկան խնամանք եկան այդ կոլորիտային պարերից սերունդ առնելով, մեծանալով, նույն ոճի մեջ, նույն ձեռագիրը չի փոխվել իմ մեջ։ Դրա համար էլ հիմա ես գյումրվա պարը երբ որ ունեմ, մեջը ներառված է ֆայտոնի շարժը, ներառված է գյումրվային առաջվային երեխաները երբ խաղում են փողոցում, երբ տեսնում են վայ ֆայտոն անցավ, կորում են ֆայտոն, որտեվ չէին տեսա այն ժամանակ փոքրեր թե ֆայտոն անցավ։ Դրա համար իմ գյումրվա պարային ցանկի մեջ ավելի շատ ներառված է Գյումրիից հին կոլորիտը ու դեպի զարգացում նոր ուրախություններ, մի քիչ վերջում հարսանեկական, բայց ոչ հարսանիք կերպարը կա մեջը, այլ այդ ուրախ, այդ շախ երաժշտությունով ավարտում եմ Գյումրից, որ միշտ եղել է ուրախ, հումորի, արհեստների եւ արվեստների քաղաք։
Ներխմբում նաև շատ են փոքրերը, 4-5 տարեկան երեխաներին հագցնել գյումրեցիների ավանդական հագուստ, բարձրացնել բեմ եւ կարողանալ բերել այն գիտակցմանը, որ իրենք գյումրեցիներ են եւ խաղան այդ տեսարանը, բարդ աշխատանք է ենթադրում։ Դե չի ասի հեշտ է, բարդ աշխատանք է, որովհետեւ երեխաներից հատվածը բարի հատվածի չունեմ այնպիսի հատվածներ բեմական, որը մեծ հասակի զգեստ պետք է հագցնեմ, այլ իրանք ավելի շատ աղքատիկ շորեր են, դեպի փողոցային երեխաներ, որ խաղում են, դեռ չունեն հագուստներ, զգեստներ, այդ կերպարն իրենց մեջ։ Բայց մի բան ասեմ, ավելի շատ երեխաներից եմ ստանում այդ վերաբրումը, չեմ մեծերիցս։ Մեծերից աշխատանքի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, ժան աշխատանքի շնորհիվ ստանում եմ, բայց երեխաները ավելի պարզամիտ են։ Երեխաները ինչպես որ կան, իրանց հետ ավելի հեշտ է աշխատել։ Չէ՞ որ իրանք պարզամիտ են, իրանք մանուկ են, իրանք դեռ չգիտեն, իրանք ինչպես որ կան, այդպես ես ներկայացնում եմ։ Ավելի հեշտ է երեխաների հետ աշխատել վերաբրումը, չեմ մեծ հասակներից հետ։ Մի անգամ դուք պատմեցիք, որ կարող եք քայլել փողոցում, հետևել բակի երեխաների խաղին եւ այդ խաղի մոտիվը տանել ձեր բեմադրություն։ Եթե կա նախատիպը, ապա որ բեմադրության մասին է խոսքը եւ այդ ինչ խաղեր են, որ ոգեշնչում են ձեզ։
Հենց այդ Գյումրի Փարիզ բեմադրության մեջ է, որը իրոք ես եմ երեխա ժամանակ շատ խաղացել դրսում, այն հատվածները, որ երեխաները ռեմեն են խաղում, քարկդիկ են խաղում, այդ ինչ որ կա հիմա իմ Գյումրի Փարային այդ բեմադրությանս մեջ, այդ հատվածը վերցրել եմ հենց Բաքից եւ ներառել եմ Գյումրվա Փարիզ բեմադրության մեջ խաղերը երեխաների վայ միանորություն տեսան, ինչպես են հիասքանչ նայում, թե որ իրանց համար դա նորություն է, նույն այդ միտքը վերցրել եմ Բաքից եւ ներառել եմ այդ Փարիզ բեմադրության մեջ։ Հարցը, որ հիմա կտամ, տվել եմ իմ բոլոր զրուցակիցներին։ Մենապարողներին ինչպես եք դուք ընտրում, որովհետև դրամաբանական է եւ բոլորս համոզվել ենք, որ մենապարողներն այն մարդիկ են, ովքեր կամա թե ակամա բարի ծանրությունը կրում են իրենց վրա։ Ես մենապարողներին ընտրում եմ ըստ իրենց աշխատանքի շնորհիվ, իրենց հոգեվիճակից դուրս գալով։ Ամեն երեխա ունի իր բնավորությունը։ Չէ՞ որ բոլորս էլ ունենք մեր բնավորությունը։ Մենապարողին ըստ բարի բեմադրության պետք է ընտրես տվյալ բեմադրության մտքի համահունչ տեսակ։ Բարի մեջ ինչ պետք է բարի վերցնենք այսպես։ Եթե ես բեմադրել եմ կովկասյան պար, ինձ պետք են ավելի ձիգ տղաներ, ավելի պլաստիկորեն բացված, որովհետեւ կարողանան ամենաբարդ շարժումները անեն։ Չեմ կարող սիրուն մի հատ բոյով սիրուն տղայի բերեմ եւ ասեմ արիա շարժումները, երբ նա չի կարողանել։ Չէ՞ որ երկար տարիների աշխատանքի շնորհիվ, երեխայի աշակերտի երկար տարիների փորձին մասնակցելու շնորհիվ, իրենց քննաջան աշխատանքի նաեւ շնորհիվ, իրանք են ձևավորում իր մեջ այն հատկությունը, որ ղեկավարը տեսնելով կարա նրա մեջից վերցնի իր բնավորության կերպարը եւ իրեն համահունչ դնի մենապարողին։ Խոսենք նաև ձեր աղջիկների մասին, որովհետև մեր զրույցը ծավալվեց այնպես, որ առավել խոսեցինք կերպարների մասին, որոնք տղաներն են կարողացել բեմ բարձրացնել։ Իսկ աղջիկներն ինչով են զբաղված Գյումրի Փարայինում եւ ինչ բնավորություն ունեն Գյումրի Փարային համույթի աղջիկները։ Ասեմ, որ փառք Աստծո, աղջիկները շատ լավն են, շատ եմ սիրում։ Միակ երևի խմբից մեջից միակ տեսակն է իմ աղջիկներս, որոնց հետ ավելի հեշտ եմ աշխատում։ Ավելի ճկուն, ավելի զգայուն, հեշտ է նրանց հետ բեմադրություններ դրել աղջկական ամեն մի բար, շատ չեմ դժվարանում, որովհետև բոլորը երկար տարիների փորձ ունեն, իհարկե իրենց հետևից գալիս են փոքր աղջիկներս, փոքր սերունդը, ինձ են նաև օգնում մեծ աղջիկներս փոքրերին ավելի վերև բարձրացնելու կապակցությամբ, մեծ ավակ սերունդ տեղափոխվելու համար, ինչ պար ուզենամ աղջկական կանացիության, նազանքի պար բեմադրեմ, ստացվում է մոտս, որտեվ վարկացու լավ են աղջիկներս։ Շարունակելով մենապարողների թեման, տարիներ շարունակ աշխատում եք մեկի հետ, բայց կա պարզ մի բան, սերնդափոխություն ասվածը, որը շրջանցել ոչ մի պարային համույթ չի կարող։ Մեկը մյուսով փոխարինելու գործընթացը ինչպես եք կարողանում կարգավորել, բայց նույնը պահելով խմբի որակը։ Նոր մի քիչ առաջ ասեցի, որ արդեն պարացանկս պարադասաժամերս կազմակերպել եմ այնպես, որպեսզի լինեն 3 խումբ, առաջի, երկրորդ եւ երրորդ, որովհետեւ մեր մոտ է նույն ձևի ստացվեց սերնդափոխություն, նորից երկար քննաջան աշխատանք, նորից տարիների ժամանակահատված, որ նորից հանես բեմ երեխաներին, դրա համար պարացանկս սարքեցի այնպես, որ ունենամ առաջի, երկրորդ, երրորդ խումբ, որպեսզի երեխան հաճախի իմ մոտ շարժումները սովորանից հետո ունեմ երկրորդ խումբը, որը տեղափոխվում է երկրորդ խումբը արդեն պատրաստվում է երրորդ ավագ խմբից համերգային ծրագրի, որը արդեն համերգի խումբն է, նույն պարերն են սովորում, որպեսզի հանկարծ մեծերիցս մի հատ երեխա բացակայի կամ արդեն հրաժեշտ է պարարվեստին, հետևից ունենամ գալող սերունդ, որպեսզի հեշտ լինի ճուսահատվեմ։ Կան պարեր, որոնք ունեն բոլոր պարային համույթները։ Ձեր պարացանկում եւս քոչարին իր կայուն դերը ունի։ Ես ուզում եմ հասկանալ ինչով է տարբեր Գյումրի պարային համույթի քոչարին մնացած քոչարիներից եւ արդյոք բոլոր սերունդները մշտապես պարել են այս պարը։ Իմ քոչարից տարբերվում է մի քիչ, կարելի ասել ուրիշ պարացանկերի քոչարիներից, որովհետև նախ իմ երեխաները շատ փոքր են, փոքրահասակներ են,
իրանց հետ չեմ կարող պարապել այն քյոչարին, որը մեր տարերի պատմություն ունի, մեր պապերն են բարել, ավելի շատ նորաստեղծ, որպես առաջին քայլեր կատարող շարժումներով քյոչարիներ են, որոնց մեջ հեշտացրել եմ այն բարդ էլեմենտները, որոնք կատարում են մեծերը, որոնք կատարել են մեր պապերը։ Ավելի շատ հասարակ շարժումների հիման վրա եմ դրել, դեռ փոքր են, երբ որ հասնեմ այն մագարտագին իմ ավակներից, կարողանամ մեր մշո, մեր սասնա, մեր հին, մեր պապերը ուսուսի տված բարով այդ պապական մեր քյոչարին բեմադրել, ինձ թվում է լավ դա հետո կասեմ ձեզ, անակնկալ է, իհարկե չգիտեմ դեռ ինչ հարցեք տալու դրա համար։ Դուք մասնակցել եք նաև մի շարք միջազգային եւ հանրապետական մրցույթ փառատոների։ Վերջերս եք վերադարձել նաև Հայաստան, որտեղ էիք ինչ հերթական շրջագայության մասին ենք հիմա խոսելու եւ ինչ արդյունքներով վերադարձաք։ Նախ սկսեմ սկզբից, երբ որ արդեն ես դառա Գյումրի պարային համույթի ղեկավար, առաջին 5 ամսից հետո ես հուշ երեկո կազմակերպեցի 10 համարով, արդեն ունեի 10 համար բեմադրություն պարային ցանկից մեջ, նորանոր շորեր, զգեստներ, եւ մենահամերգ դրեցի հիշատակ Աշակ Հովսյանի երեկոյին։ Դրանից հետո մի ամիս հետո առաջին իմ հյուրախաղերը սեղան Շվեյցարիայում Ծյուրիխ քաղաքում, որը միայն ազգային կոլորիտ պետք է ներկայացնենք եւ այնտեղ ստացա երկրորդ կարգի ֆոլկլորիկ կոլորիտային դիպլոմ կավատ եւ դրանից հետո եկա Գյումրի, Հայաստան ու սկսվեց իմ շրջագայություններս։ Չեխիա, Լիհաստան նորից եմ եղել, Հունաստան, Իտալիա, Գերմանիա եւ ամեն ուր կարելի ասել, եթե ժամանակս հերի կանի։ Իսկ վերջերս վերադարձել եմ Լիհաստանից։ Շատ հետաքրքիր մրցույթ չէր, ավելի շատ ներառված էր տվյալ երկրի կոլորիտը, բուն իմաստը, որի ցանկի մեջ ամեն երկրներում մեր հյուրախաղերը լինում էր 2-3 համար, կամ մրցութային, կամ միայն ցույց տալ քո երկրի մշակույթը։ Այստեղ ավելի հետաքրքիր էր կազմակերպված, Տորենտո քաղաքում էինք, որ ամեն մի երկիր պետք է ներկայացնի մի ժամանակ ծրագիր եւ քաղաքապետարանից երաժշտական մեծ դահլիճ կար, իրենց կոնսերվատորիայի դահլիճներ, եւ հետաքրքիրը նա էր, որ մենք Վարշավայում նաեւ համերգ տվել ենք մայրաքաղաքում, բայց Տորենտո քաղաքը ավելի հին մշակութային մեծ արժեք ունեցող քաղաք էր, բայց հետաքրքիրը նա էր, որ ի զարմանս ինձ հայկական խումբ այնտեղ փառատոներին չէր մասնակցել։ Այսինքն քաղաքապետը հիացած, մշակույթի ֆեստիվալի նախարարը հիացած, միայն այդ օրը խոսքի մեր խումբն էր համերգ տալիս։ Առաջի օրը սերբերն էին համերգ տվել եւ այնքան հիացմունքային էին տպավորված մեր հայկական մշակույթով, որ նույնիսկ մեզանից խնդրեցին մեր դրոշը, եթե կարելի է, այսինքն ամոթ չի, որ մեզ նվեր թողնեք մի երագույնը, ճիշտ է մի քիչ հայնասիրական կերպարը ցույց տալով ոչ, բայց ոչինչ, մենք նվեր ենք տալիս ձեզ եւ ստացանք ֆեստիվալի նախագահի կողմից դիպլոմ եւ քաղաքապետարանի Տորենտոյի քաղաքապետարանի մշակույթի բաժնի կողմից շնորհակալագիր գիր, որ հայկական մշակույթը մենք ներկայացրեցինք իրենց։ Հենց սկզբից ցանկաց մի ժամանոց համերգի սկզբից սկսեցի ազգագրական պարերի շարանով, վերջում ավարտեցի իմ դիպլոմային աշխատանքով, որից ավարտել եմ Պարավեստի ինստիտուտը, վերածնունդով։ Այսինքն նրա մեջ ներառված էր Ադանայի ողբը, ես Պարիսանու դրել էի վերածնունդ, սկզբից խաղաղ կյանքն էր, հետո գալիս է մեր կոդորած, հետո վերջում հաղթանակ ռազմական պարով եւ մասիսարով պերտ պարը հանեցի եւ այդպես էր փակում նարեց, այսինքն այնտեղ էլ ներկայացրեցի մեր պատմությունը մի փոքրիկ հատվածով։ Գալով Շիրակի էսքիզներ հեռուստափառատոնին, ինչ տվեց ձեզ Շիրակի էսքիզները եւ ինչ փոխեց Գյումրի պարային համույթի կյանքում։ Շիրակի էսքիզները ինձ տվեց ընկերություն, մաքուր ընկերություն։ Ընկերություն, որ այսօր մենք դարձել ենք բարեկամներ, հարազատներ, նաեւ մի մաքուր ընկերություն, չէ՞ որ դրա շնորհիվ, ընկերության շնորհիվ Շիրակի էսքիզները Գյումրի քաղաքին տվեց մի պար վերջում։ Այդ ընկերության շնորհիվ էր, որ մենք ունեցանք Շիրակի էսքիզների պարը գալը համերգին։
Եվ խոսենք նաև Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ բեմադրվելիք համարի մասին։ Փորձասենյակում այսօր դուք պատրաստում եք Շիրակի էսքիզների երկրորդ գալահամերգին եւ ուզում եմ հասկանալ ինչ փուլում են ձեր փորձերը։ Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակի կապակցությամբ, երբ հրավերք ստացանք, որ պարտադիր մի բեմադրություն պետք է կատարվի, ես բեմադրել եմ Խաչատուր Ավետիսյանի զարդաքանդակներ պարը աղջիների, աշխատանքները կայանում են, ստացել եմ կմախքը, մնացել է հագուստ հագցնեմ եւ հանձնեմ հանդիսատեսի դասին։ Ես ձեզ ստեղծագործական հետաքրքիր եւ բուրըն օրեր եմ մաղթում, շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես է պատրաստվում Գյումրի պարային համույթը Շիրակի էսքիզների երկրորդ գալահամերգին մեզ կպատմեն նաև էսքիզյան օրագրերը, իսկ մենք պարային բեմադրությունների մասին հետաքրքիր զրույցներով եթերում կլինենք նաև հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։